Այն պատկամը, որը սրտից դրված է, փոխանցեմ ձեզ, ես վերնագրել եմ այսպես. դարձիր դեպի Տիրոջ խոսքը։ Գիտեք, Աստծո խոսքը ամեն ժամանակ, ամեն իրավիճակների մեջ խոսում է մեր սրտերի հետ։ Խոսք, որը երկնքից է եկել, որը չի անցնելու։ Ամբողջ աշխարհը պիտի անցնի, ամեն բան պիտի անցնի։ Բայց այն խոսքը, որին դու այսօր արժեք չես տալիս, որը քեզ համար սովորական է, որը քո կողքով է անցնում, Աստված քեզ ուզում է այսօր քո ուշադրությունը սևեռել, ուղղորդել դեպի այն կենթանի խոսքը, որը երկնքից է եկել եւ պարապ չէ։ Այդ խոսքը զորություն ունի, այդ խոսքը իշխանություն ունի եւ այդ խոսքը կարող է քեզ քո իրավիճակի մեջ օրհնել, փոխել, բժշկել, բարձրացնել ամեն տեսակի բաներ, որ Աստված այսօր պատրաստել է քեզ համար իր խոսքի միջոցով, իր խոսքի զորության միջոցով կարող է տալ քեզ։ Արդյոք ագանջդ այսօր Աստծուն է ուղված։ Ուր է ուղված քո ագանջը, որտեղ ես դու, որ չես լսում Աստծո այդ խոսքը։ Գիտեք, Աստծո խոսքը երկնքից եկավ եւ երբեք պարապ Աստծուն չտարավ։ Կարող է քո կյանքի մեջ պտղաբեր չի եղել, բայց որևէ մեկի կյանքի մեջ պտղաբեր է եղել։ Հարց ունեմ քեզ, ինչու համար քո կյանքի մեջ պտղաբեր չէ։ Ինչու համար այդ խոսքը զորությունով չէ քո կյանքի մեջ։ Ինչու համար կողքինը դորտնվել է, դու ոչ։ Ինչու համար կողքինի համար կար բժշկություն, քեզ համար չկար։ Դու մինչև հիմա խճճված ես, մինչև հիմա քո խնդիրների մեջ ես, ու այդ խնդիրներից կարծես թե ելք էլ չկա, որովհետև դու կարիք ունես Աստծո խոսքի։ Դու կարիք ունես հայտնության, դու կարիք ունես քո իրավիճակի մեջ Աստծո լույսի, որ գա եւ քեզ ճանապարհ ցույց տա, թե դու որ կողմ ես գնալու։ Շատ անգամներ շատերիս կյանքի մեջ Աստծո խոսքը գալիս է։ Մենք անտարբեր ենք, մենք չենք լսում։ Մեր սրտի ուզածը չէ, մեր սրտի ուզածի պես չի խոսած է։ Մենք աղոթել ենք, պատասխանը մեր միջոցով չէր եկել, ինչ որ մի հատ քրոջ միջոցով է եկել, այդ մենք էլ այդ քրոջը չենք ընդունել, խոսքը չենք ընդունել։ Ես ուզում եմ քեզ ասել, խոսքը, որը գալիս է քեզ, որևէ մեկի միջոցով, կարող է քո սրտի ուզած մարդը չէ, բայց Աստծո խոսքն է։ Մենք շատ անգամներ ուզում ենք, որ Աստված մեզ բռնի, ասի Կարեն այստեղ սխալ ես։ Ես ասում եմ, որ Աստված ընձի, թող անձամբ ընձիս է։ Գիտես, Աստված այնքան նուրբ ու շատ փոքր մի ադմ տեղից, կսե Կարեն դու սխալ ես։ Ես եկսեմ Տեր դու ինձ ինչի չես է, արա եղբորն ես սեոր ընձիս է։ Ես ուզում եմ ասել, ճիշտ է արել Աստված։ Ես չէ որ պիտի Աստծուն ասեմ ինչպես պիտի ինձ ասի, բայց որ ասել է հաստատ։ Ուզում եմ Աստծո խոսքին դառնաս։ Ուզում եմ, որ օրհնությունդ վերցնես։ Գիտեք ինչի մեր կյանքում երկար ժամանակ մենք նույն վիճակի մեջ ենք։ Մեր մոտը փոփոխություն չկա, մեր մոտը նույնն է ամեն բան։ Ովքեր այս նույնությունը ունեն իրանց կյանքի մեջ, ես ուզում եմ, որ այսօր այդ նույնությանը վերջ տան։ Որ նույնությանը, այն նույնությանը, որը գաղջություն է կոչվում, այն նույնությանը, որը չորություն է կոչվում, այն նույնությանը, որ տարիներով անձրև ու օրհնություն ես խնդրել, բայց չկա, այն նույնությանը, որ անընդհատ նույն դռան առաջ ես կանգնած ու այդ նույն դուռը գթագես։ Մենակ այդ դուռը կա քեզ հիմար, մենակ այդ մեր դուռն է։ Ուզում եմ ասել, երկնքի դուռը թագի։ Ուզում եմ ասել, կան դռներ, որոնք բաց են քո առաջ, որ չթագես է բաց է, բայց այդ դռներով չես մտնի, որովհետև դրանց վրա հոգևոր արժեքներ է գրած։ Դու միջև հիմի այդ մարմնավոր դռան առաջ ես կանգնած ու գծեծես այդ դուռը։ Թույլ տուր Աստծո խոսքը գա այսօր կյանքիդ մեջ։ Թույլ տուր դառնաս դեպի Աստծո խոսքը, ոչ թե Աստծո խոսքը քո կողքով անցնի, այլ խոսքը կոնկրետ հասնի քո սրտին, գա քո մտքի մեջ, որովհետև Աստված օրհնություն ունի։ Մենք ամեն մեկս տարբեր արձագանք ունենք Աստծո խոսքին, սիրելիներ։ Եվ հենց սրանից ելնելով էլ քո օրհնությունն է լինում։ Եթե դու մտածում ես, որ այդ խոսքի մեջ կար զորություն, դու զորությունն ես վերցնում։ Եթե դու մտածում ես, որ Աստծո խոսքի, ավետարանի խոսքի մեջ կա հրաշք, դու հրաշքն ես վերցնելու։ Կապ չունի ում համար ինչ է լինում, քեզ համար հրաշք է լինում, որովհետև այդ խոսքը հրաշքի պես է գալիս քեզ համար։ Բժշկության պես է գալիս քեզ համար։ Ջրառատ, ջրերի պես է գալիս, որ քո չորությունները ջրի, որ քո մենակություններից մեջ քեզի դուրս կանչե։ Մեր արձագանքը այդ խոսքին որոշում է մեր ապագան, սիրելիներ։ Նորից եմ ասում, մեր արձագանքը Աստծո կենտանի խոսքին որոշում է մեր ապագան։ Հիսուսը աշակերտների հետ խոսեց։ Բազմությունը հավաքված էր։ Շատերի սրտերը ինչ եղան, խռովան։ Գիտեք ինչի խռովան։
որովհետև Հիսուսը ճշմարտությունն էր ասում եւ դա իրանց կողմից ընդունելի չէր։ Եվ Հիսուսն էլ տեսնելով այդ մարդիկ շատերը հեռացան, բառից բուն իմաստով Հիսուսին դեմարտեմ աչքով տեսնում էին, խոսքը կենտանի Աստծուց լսում էին, բայց հեռացան։ Հիսուսն էլ նայեց մնացածներին եւ ասեց. Ուզում եք դուք էլ գնացեք։ Գիտեք, արձագանք կար։ Հիսուսի խոսքը եկել էր, պարապ չէր։ Հիսուսը ասեց, ուզում եք դուք էլ գնացեք։ Եթե այդ խոսքը քո սրտին համաձայն չէ, եթե այդ խոսքը դու չես կարող ընդունել ու փոխվել, Հիսուսը ասում է, ուզում ես դու էլ գնա։ Դու ես որոշողը։ Գիտեք, մենք այսօր շատերս այնքան գաղափար ունենք, այնքան փորձառություն ունենք, որ ասում ենք, Տեր, դե ուր էր տանք, մենք սաղ կյանքերս քրիստոնյա ենք եղել, եկեղեցու մեջ ենք եղել, կարտացել ենք։ Մենք խոսքով չենք մերժում Հիսուսին։ Գիտեք ինչպես ենք մերժում։ Մեր վարկով։ Երբ որ մենք Տիրոջ տան մեջ չենք, երբ որ մենք նվիրվածություն եւ սեր ու ուղղություն չունենք այդ խոսքի նկատմամբ, մենք իրան չենք սեչե, բայց մեր վարկով մենք իրան սիրուն մերժում ենք։ Մեր վարկով, մեր սառնությամբ, մեր անտարբերությամբ Աստծո խոսքը մեզ համար դառնում է խոսք, սովորական խոսք էր, անցավ իմ կողքովս, դե ինձ չէր վերաբերել, այս խոսքը ուրիշինն էր, տեղ հանդիմանություն կար, իմս չէր հանդիմանությունը, տեղ ուղղություն կար, խրատ կար, իմս չէր, ոչ պատասխան կար, իմս չէր, Տեր Հիսուս չէ, ես քեզի նման եմ, գիտեք Պետրոսը խոսք ասեց, Պետրոսը արձագանքնողներից մեկն էր խոսքին, դրա համար էլ ինքը միշտ ակտիվ էր, ինքը էմոցիայով մարդ էր, բայց արձագանքեց Աստծո խոսքին, գիտեք ինչ ասեց, ասեց Տեր ուր գնամ, որովհետև Պետրոսը տարբեր տեղեր եղել էր, ումս ես լսել էր, կրթություն էլ չուներ, բայց ասեց Տեր ուր գնամ, քո մոտ է հավիտենական կյանքի խոսքերը։ Գիտեք մենք հավիտենականությունն ենք ուզում, բայց ջանում ենք մարմնավորի համար։ Մենք բոլորս հավիտենականությունը ուզում ենք, այս բառը մեզ համար կարևոր է, բայց մենք մարմնավորի համար ջանում ենք։ Գիտեք, հագարակն է Աստծո խոսքին։ Երբ որ մենք Աստծո խոսքին դառնանք, մենք կվերցնենք օրհնությունը, մենք կվերցնենք վայելքը։ Այն խոսքը, որը եկավ Պետրոսին, Պետրոսը տեսավ Հիսուսը ջրերի վրայով քայլում էր։ Ուրիշներն էլ տեսան, աշակերտները նավակի մեջ էին։ Այսօր դու տեսնում ես եկեղեցու մեջ մարդիկ մոդենում են Աստծուն, հրաշքին են մոդենում, խոսքին են մոդենում, խոսքի զորությանն են մոդենում։ Պետրոսը տեսավ Հիսուսը ջրերի վրայով գալիս էր, Պետրոսը ձգնորս էր, ինքը գիտեր որ ջրի վրա կայնել հնարավոր չէ։ Ինքը այնքան լավ գիտեր փորձառաբար այդ բանն, որ ինքը կյանքում որևէ բանից առավել լավ այդ ջուրն ու ցուգը շատ լավ գիտեր, բայց տեսա որ Հիսուսը ջրերի վրայով գալիս է, ջրերի որոնք ալեկոծված էր, ու ինքը տեսնելով ասեց. Տեր, եթե դու ես, հրաման տուր ես եկամ։ Երբ որ Աստծուն մոդենում ես, իր խոսքը ինչ արժեք ունի քեզ համար։ Աստծուց մի բան ես խնդրում, Աստված քեզ պատասխան է տալիս։ Աստված քեզ ասում է այո կամ ոչ։ Գիտեք, երբ որ մեր սրտի համաձայն չէ, մենք նորից ենք աղոթում։ Աստված ասում է ոչ, ուզում եմ ասել, ոչը պատասխան է, սիրելիներ։ Մենք ուղղակի սովոր ենք, որ ինչ է, ինձ հեշտմարտ չի մերժել, դու ով ես որ մերժես։ Ու մենք կռվում ենք։ Աստված քեզ ասում է ոչ, մի մտի տեղ։ Ես քեզ ասեմ, հնազանդվի օրհնություն ունես։ Բայց դու ուզում ես մտնել։ Ոչը պատասխան է, սիրելիներ։ Մենք այսօր պատրաստ չենք Աստծո կողմից ոչ ընդունել, մարդկանց կողմից է չենք ընդունում։ Մենք այսօր խրատը չենք ընդունում։ Ամեն դեպքում Պետրոսը ասեց. Տեր, եթե դու ես, ասա ես եկամ։ Շատ բարդ բան էր, հրաշք էր, իրականում կերպնական բանի մասին էր խոսում։ Ասում էր, եթե դու ես, ասա ես էլ կամ։ Հիսուսը պատասխան տվեց նրան, մի հատ բառ։ Իր խոսքը ինչ էր։ Արի, եկուր։ Մեկ խոսքը բավարար էր Պետրոսի ամբողջ անցածը կերպնականի մեջ դարձնելու համար, ու Պետրոսը ջրերի վրա կայնավ։ Մեկ խոսքը բավարար էր, Աստծո խոսքն էր, Աստծո բերանից ելած խոսքը Պետրոսի ամբողջ անցածը, այն մարմնավոր մարդկային սպասումները, գիտելիքները, ինչ որ ուներ ջրի վերաբերյալ, Պետրոսի մոտ բոլորը ինչ դարավ։ Զերո, որովհետև Հիսուսը իրան սավ արի։ Հիսուսը ասեց արի, Պետրոսը ջրի վրա կայնավ։
Մեր խոսքը բավարար է, որ դու քո իրավիճակիդ մեջ հրաշք տեսնես, բայց այդ խոսքը ումից պետք է եղնի։ Աստծուց։ Ուզեմ քեզի հարց տամ, Աստված քեզի որտեղ պետք է գտնի։ Որտեղ պետք է տեսնի քեզի, որտեղ քո երեխուդ պետք է տեսնի, քո զավակների որտեղ պետք է փնտրե։ Մենք միշտ նստած կսպասենք, մեզի պետք է մատուցեն։ Ես կուզեմ սեմ քո ջանքդ որտեղ է։ Ուրա քո սերը, երբ որ դու Աստծուն պետք է մոտենաս։ Պետրոսը ամեն բան թողել էր վազերգը Հիսուսի հետևից։ Այսօր ուր է քո նվիրումը։ Ուր է քո ջանքը ամբողջ շաբաթվա ընթացքում։ Մենք ամիսը 4 օր ունենք, այնե հազիվ կհասցնենք այդ 2 ժամը ստեղ լինել։ Գիտեք, մենք կարիք ունենք Աստծո խոսքին դառնանք բառից բուն իմաստով։ Երեմիա մարգարեություն առաջի գլուխ 4-րդ համար։ Աստծո խոսքը եկավ Երեմիային եւ ասեց. Տիրոջ խոսքը ինձի եղավ ասելով։ Տիրոջ խոսքը այսօր եկավ քեզի սիրելիս։ Տիրոջ խոսքը այսօր քեզի գդավ Աստծո ժողովուրդի եկեղեցու մեջ։ Այսօր այն ժամանակ, երբ Աստծո խոսքը ավետարանի խոսքը կբացես, որբիսի կարտաս, Աստծո խոսքը ասում է խոսքը եկավ քեզի, խոսքը եկավ քեզի։ Ես վստահ եմ, որ այսօր կանգնես Աստծո առաջ, Աստծո խոսքը կուկա քեզի։ Աստծո խոսքը կուկա քեզի ուղղելու, բարձրացնելու, կանչելու, օրհնելու, խրադելու, հանդիմանելու, շտկելու, արտարացնելու, սրբելու, այն խոստումները, որոնք որ ավետարանի մեջ գրված է, սիրելիներ, Աստծո խոսքի մատակարարությունը այսօր տարբեր եղանակներով հասնում է մեզ։ Բայց այդ խոսքի զորությունը շատ անգամներ մեր կյանքերի մեջ չկա, որտեղ մենք անտարբեր ենք։ Այդ խոսքը հասավ ինձի, բայց ես չեմ աղաղակի այդ խոսքին։ Գիտեք, մենք տարբեր մեկս, ամեն մեկս տարբեր արժեք ենք տալիս այդ խոսքին։ Մենք լսում ենք, որ այսինչը գալիս է, մենք կարող ենք այդ մարդու խոսքից օրհնվել, ասում ենք, դե լավ, դե մեր եղբայրն է։ Դե բանը մեր Կարենն է։ Այո, ձերն է, բայց խոսքը Իրանը չէ։ Ես ուզում եմ քեզ ասել այն խոսքը, որը դու կարտաս, որը այս ամբիոնից կխոսվի քեզ համար, դա Աստծո խոսքն ու հայտնությունն է, որը հասնում է քեզ։ Աստծո խոսքը եկավ Երեմիային։ Ինչ ես արձակում այսօր դու։ Ինչ է ասում այդ խոսքը քեզ, որը քո սերդով է։ Ինչ է ասում այդ խոսքը քեզ, որը միգուցե քո սերդով չէ, քո պատկերացումով չէ, քո մտածածի պես չէ։ Դու ուրիշ բան ես սպասում, բայց այդ խոսքը ուրիշ բան է ասում։ Եվ մենք ամեն մեկս տարբեր ենք եւ տարբեր պատասխաններ էլ տալիս ենք Աստծուն։ Գիտեք մեր պատասխանները որն է։ Մենք իրար շատ լավ համոզենք։ Մենք գիտենք, թե Աստված է մեր ընկերների պես մեկն է, մենք ուզում ենք իրան համոզենք։ Աստված ասում է, արի, ով զորավոր, դու իմ մարգարեն ես, մենք ասում ենք, Տեր, լավ բան կսես, բայց ես մարգարե չեմ։ Տեր, շատ լավ բան կսես, որ ինձ պիտի օրհնես, բայց դու տեսել ես իմ պարտքից ցուցակը։ Ես իշքան խճճված եմ, ոչ գործ ունիմ, ոչ ընտանիք ունիմ։ Տերը կսե, ես քո աբագատ պիտի օրհնեմ երիտասարդ։ Դու կսես, Տեր, ես հələ կրթություն կստանամ, ինչ աբագայի մասին է խոսքը։ Այո, Աստված այսօր քեզ ասում է, քո աբագան պիտի օրհնեմ։ Ինչ ես արձագանքում։ Արձագանքում ես, թե չէ, տարբեր ես, թե անտարբեր ես։ Այսօր Աստված քեզ ասում է, քեզ պիտի օրհնեմ։ Երեմիային ասում է, քեզ քո մոր որովայնի մեջ չստեղծված գիտեցա եւ սրբեցի քեզ։ Աստված այսօր գալիս է, ասում է, քեզ սրբեցի։ Դու անմիջապես մտածում ես, Տեր, ես հələ մեղքերի մեջ տարապիմ գե։ Ես հələ խնդիրներ ունիմ, սովորություններ ունիմ, որոնց գերի եմ։ Խնդիրներ կան, որոնք չեն լուծվի։ Աստված քեզի կսե, ես սրբել եմ քեզի։ Գնաս այդ սրբությանը արձագանքես։ Աստված սրբել է ինձի։ Աստված սրբել է քեզի իր արյունով, իր խոսքով։ Աշակերտներին ասեց, դուք այն խոսքով մաքուր եք, որը ես ձեզ խոսեցի։ Այսօր Աստված իր սրբությունը բերեգը քո կյանքիդ մեջ։ Դու կերտաս կսես, Տեր, լավ էր իր սրբություն բերիր, բայց ես ստեղ մեղք ունիմ, հələ սպասի վերջացնեմ, կիսատ է մնացել։ Ինչ արձագանք ես տալիս։ Ինչ ասեց Տերը քեզ, դու ինչ լսեցիր, ինչ զգուշացում ունես։ Տերը քեզ կանչեց, ինչ է ասում Տերը քեզ։ Գիտեք, Պետրոսը ցեգնորս էր, իր ամբողջ կյանքը ցեգնորս էր, դորով էր զբաղված։ Պետրոսին եկավ, Հիսուսը տեսավ, մի ադմ պարսեց։ Սավ Պետրոս, բաց թող այդ ամեն ինչը, արի, ես քեզ մարդու որսորդ պիտի դարձնեմ։ Գիտեք, Պետրոսը հասկացավ ինչ էր դիկ։ Սիրելիներ, Պետրոսը չհասկացավ ինչ ցեց, բայց ինքը այդ խոսքին այնքան վստահ էր, այնքան էր վստահում այդ խոսքին, որ ինքը Հիսուս նավա թողեց ու Հիսուսի հետևից գնաց։ Գիտեք, Պետրոսը չհասկացավ մարդու որսորդը որն էր։
Ինքը մենակ որս բառը գիտեր որ ձուկ կորսան։ Բայց այն խոսքը, որը եկավ Պետրոսին, Պետրոս ասավ Տեր, չեմ հասկնա շատ բան միգուցե ինչ կսես, բայց ես քո հետևիցդ կուկամ։ Չգիտեմ ինչ պետք է մարդ որսամ, ինքը մարդ պետք է սբաներ, բայց չէ, մարդուն պետք է կենտանացներ, այդ նույն Պետրոսին մենք կտեսնենք, խոսած 3000-ը, 5000-ը ապաշխարեց, մոդեցավ եկեղեցու տերանը, մարդը հիվանդ է նստած էր կենտանացրեց։ Այդ նույն Պետրոսը չէր հասկացել այդ օրը, բայց այդ օրը Պետրոսը խոսքին ինչ տվեց, արձագանք տվեց։ Սավ Տեր այդ խոսքը թող գա իմ մեջս։ Դու այսօր ինչ կսես, կարող է չհասկանամ, բայց ես կուզեմ որ այդ ճշմարտության խոսքը իմ սրտիս մեջ գա։ Գիտեք Երեմիայի կյանքի մեջ եկավ Աստծո խոսքը։ Եվ Աստծո խոսքն ասում էր. Ով Տեր, ահա ես խոսել չգիտեմ, ասեց ես քեզ մարգարե եմ անելու։ Աստծո խոսքը եկավ Երեմիայի կյանքի մեջ, ասեց ես քեզ մարգարե եմ անելու։ Երեմիանը նրան ասում է. ով Տեր, ահա ես խոսել չգիտեմ։ Աստված ուրիշ բան է ասում։ Մենք Աստծուն ուրիշ պատասխան ենք տալիս։ Աստված ասում է արի օրհնեմ, քսես Տեր, ես պարտք ունիմ։ Աստված քսե արի իմ տունս աղոթքի, դու քսես ես ժամանակ չունիմ։ Մեր պատկերները հագարակ է։ Մենք չենք քսե Տեր համաձայն եմ գուզեմ կամ։ Տեր համաձայն եմ գուզեմ կամ։ Ու մենք ստեղ մարմնավոր, մարդկային, մեր սահմանափակ ուղեղից ելնելով մենք քսենք, բայց Տեր, ես մանուկ եմ, ես խոսել չգիտեմ։ Ինչքան պատճառ կարող մենք կրնանք թվարկենք Աստծուն։ Քեզ թվա թե մենք որ Աստծուն կթվարկենք այդ պատճառները Աստված կընդունե։ Ոչ, մենք ուղղակի մարդկայինորեն թվարկենք կքսենք Տեր, ես մանուկ եմ, ես կաղ եմ։ Աստված Մովսեսին կանչեց, ամենամեծ զորությունը տվեց երկրի վրա։ Գավազանը տվեց, քցերգը այդ գավազանի մեջ են կան զորություն կար, որ ինչ ասես դինում էր։ Էլ ծով ճեղքի ջայրին զարգեց ջուր եկավ, քցեց օծ դար, հրաշագործության ամեն զորությունը կար։ Ձերքը կտաներ ծոցը, հաներգը փորոդ էր, մի հատ մեկ մծներ քաներ, բժշկված էր։ Այնքան հրաշք տեսավ ու այնքան հրաշք գործեց որ բայց երբ որ նույն Մովսեսին Տերը ասեց արի որ էստաս փարավունին, սավ Տեր կներես ես խոսալ չիդեմ։ Երբ որ մենք Աստծո խոսքը խոսանք, կարծես թե հեշտ բան չկար խոսանք, որտեվ այդ խոսքը մեր մեջը չէ։ Մենք այդ խոսքի հետ ուղիղ չենք, մենք այդ խոսքին չենք վստահ։ Տերը կսե ես ինչ բան է սա։ Մենք գիտենք թե մենք ենք սողը։ Տերը կսե աղոթե ես մարդու համար, մենք գիտենք թե մենք ենք բժշկողը։ Դրա համար մենք չենք անում, բայց Տիրոջ խոսքն է, սիրելիներ։ Տիրոջ խոսքն է ներգործողը։ Մենք Աստծուն կամոզենք մեր մարդկային արժեքները, կսենք Տեր, ես թույլ եմ, ես տգար եմ, ես մարդկային խնդիրներ ունեմ։ Գիտեք, դա մեր մարդկայինն է։ Ու թշնամին ուզում է, որ քո մարդկայինը քո մեջ ենկան բարձր եղնի, որ դու Աստծուն համոզես, կներես, դու Աստծուն չես կարող համոզես։ Քո մարդկային տգարությունով չես կարող ոչ Աստծուն զարմացնես, ոչ է համոզես, որ Տեր ես հələ փոքր եմ, պիտի մեծնամ, Տեր հələ ես երբ որ ես քարոզիչ դառա, այդ ժամանակ նոր կհրճագեմ, կաղոթեմ, կխոսամ, ես եկերտամ չի ժամանակին, իմ համար էլ աղոթքն ու երկրպագությունը կյանք կեղնի։ Գիտեք, Աստված այսօր մեզ կանչել է խոսքին արձագանքելու, ոչ թե մեր պատճառները բերելու։ Մենք այսօր այնքան պատճառ ենք բերել, որ Աստծո խոսքը ասում է դու մնացել ես մանուկ։ Ես ու դու մնացել ենք մանուկ, Աստծո խոսքը կսե ժամանակին նայելով դուք պիտի վարտաբեդ դինեք, բայց միջև մի կատիկը փապագեք, ով է մանուկը։ Մանուկը այդ մարդն է, որ 40 տարի է քրիստոնյա կյանքի մեջ կապրի, բայց մի ամ զորություն չի տեսե։ Աստված մեզի չի կանչե դրա համար։ Մեր հոգին չի ապաշխարե։ Ինչի, որովհետև մենք չենք խոսա։ Որովհետև մենք չենք հրճագե, մենք ուղղության խոսքը չենք խոսա։ Մենք կսենք Տեր, մենք էս ենք, այն ենք, ու Աստծուն կհամոզենք, որ մենք այդպիսին ենք։ Գիտեք, թշնամու ամբողջ նպատակը հետևյալն է, ցույց տա քո մարդկայինը, որտեվ երբ որ դու նայիր Աստծո խոսքին ու Աստծուն, դու կենեսեն ինչ որ Աստված է, բայց երբ որ դու քո մարդկայինիդ կնայես, դու հեչ բանը չես ունի։ Քսես ես ժամանակ չունիմ, տգար եմ, հոգնած եմ, թույլ եմ, բայց հələ Աստծունն ա այդ մոդեցի Աստծուն տես Աստված ինչ հրաշք կենե քո կյանքիդ մեջ։ Աստված կբերե իր զորությունը։ Աստծո խոսքը եկավ Գեդեոնին, սավ ով զորավոր կդրիչ։ Գեդեոնը վախուց փախ է մտել իր հնձանը։ Աստծո խոսքն եկավ, քսե ով զորավոր կդրիչ, Գեդեոնը իրան գնայ, քսե ես փախել եմ ես
Խոսք եկել են ձիքսեկադրիչ, զորավոր, լրիվ հագարակ բանը, պատկերացնեք կը, ինչ որ դուք ունիք մարդկային ու մարմնավոր կմտածեք, դոր հագարակ Աստված կխոսակ ու կյանքիդ մեջ։ Ուղղակի դու այդ խոսքը չես տեսե, կամ հիմի Աստված որ այդ խոսքը կբերե, քսես վայդի գնձի չեր վերաբերե, երևի այն եղբորն էր, այն մեկինն էր, որովհետև ինքը օրհնված էր։ Աստված եկել է քեզի ու Գեդեոնը Աստծուն քամոզե 6-րդ գլխի մեջ, երբ որ կարտակ կտեսնիք։ Քսե Աստված ջան, դու ուտիս կդար։ Քսե ես իմ ազգատոմիս ամենափոքրն եմ։ Երկրորդն է քսե Տեր ես չեմ կրնա հեշտանենեմ, որտեվ ես աղքատ եմ։ Ես կուզեմ քեզ եմ մի նայ քո մարդկային կարողություններին ու փողերին, նայ Աստծուն, որովհետև ամեն հարստությունն ու օրհնությունը իր մեջ է։ Գեդեոնը քամոզեր Աստծուն իր մարդկային էությունը։ Գեդեոնը համոզեր Աստծուն իր մարդկային էությունը, որ Տեր ես սպես եմ, Տեր ես չեմ կրնա դիգենեմ, որտեվ ես աղքատ եմ, ամենափոքրն եմ, ամենահեդինն եմ, ինձի սաղի համար կա, ինձի համար չկա, այս ընտանիքի մեջ ամեն ինչը կենեն իրանց համար, բայց ինձի համար չկա, որտեվ ես փոքրն եմ, աղքատ եմ, չունիմ, իմ կարողությունը ստեգար է։ Աստված կսե արի ես քեզի կդարձնեմ։ Աստված կսե արի ես քեզ հետ եմ, իմ խոսքս քեզ հետ է, ես քեզ հետ եմ։ Աստծո խոսքին արձագանքեք։ Գիտեք, Գեդեոնը էլի չհամոզվավ։ Եթե կմտածեք որ դպես է Աստված մեզի մի անգամից կհամոզե, մի անգամ խոսքս է ու մենք այս հալա ջուղի պես կդառնանք, ասենք քո Տեր ես գնացի, Գեդեոնը ասավ Տեր, եթե քեզնից է, թող բուրտը թաց եղնի, չոր եղնի, այնքան բանսեց Աստծուն, որ Աստվածի համբերատար հրաշքները հաթա դերեց։ Գիտեք, Աստված կեն է, բայց երբ որ դու լսես կա Աստծո խոսքը, ոչ թե մի բան կեղնի ու մենք խռովանք։ Գիտեք, մենք շատ անգամներ Աստծուն հագարակ կենենք։ Աստծո խոսքը կուկա մեզի կոնկրետ օրինակով մենք հագարակը կենենք։ Աստծո խոսքը եկավ Հովնանին, սա Հովնան գնա դեպի Նինվե։ Գնա որ այնտեղ ավետարան քարոզես, խոսքը տաս։ Հովնանն լավ նստավ նավը, լրիվ հագարակ կոմը Թարսիս գնաց։ Գիտեք, մենք սպես ենք Աստծո խոսքը կուկա մեզի մենք հագարակը կենենք։ Աստված էլ ինչ երեց։ Կեդին հրգեց, կեդը եկավ Հովնանին կուլ տվեց։ Գիտեք մենք երբ կաղաղագենք։ Մենք չենք կրնա ազատության մեջ Աստծուն պաշտենք։ Մենք չենք կրնա մեր ուրախության ժամանակ Աստծուն պաշտենք։ Ինչի, որովհետև մենք այնքան թարս բանենք էր, որ մենք միջև խնդիրների ու դժվարությունների մեջ չգնենք, չենք ասի Աստված ջան, էս ինչ երեցի։ Հովնանը նախքան կեդի փորը հայտնվել է չեր աղոթե Աստծուն, որ Տեր ինչի երտամ կամ երտամ։ Երբ որ ընկավ փորձության մեջ կեդի փորի միջից սկսեց աղաղակել. Տեր, փրկենձի։ Ուրքսես կերտամ, հիմի նոր հասկացա որ դու ճիշտ ես։ Մենք միջև անապատը չհայտնվենք, չենք ելնիսենք, Տեր, ես խնդիր ունիմ։ Տեր, ես չորություն ունիմ, Տեր, իմ ընտանիքս օրհնված չէ, իմ գործս օրհնված չէ, իմ որոշումներիս մեջ խնդիրներ կան, չի, որտեվ ես Տիրոջ խոսքը չեմ լսել, Տիրոջ խոսքի ուղղությունը իմ կյանքիս համար դե սովորական բան էր։ Ես աշխատանքի պիտի երտամ, ինձ համար կարևոր չէ Տերը ինչ կսե, այո թե ոչ։ Կարևորը կերտամ։ Աստված այդ աշխատանքը տվեց, որ քեզի օրհնե, ոչ թե տվեց, որ բաժանում տեղի ունենա։ Աստված երբ որ քեզի կանչեց օրհնելու, բժշկելու, բարձրացնելու, Աստված չբժշկեց, որ դու Աստծուն մոռանաս երտաս, Աստված բժշկեց, որ մնաս իր կյանքի մեջ։ Աստված երբ որ քո խնդիրը դել չի լուծե, բայց դու կաբրիս ընպես ինչ որ խնդիր չունիս, Աստված հենց դոր համար է քեզի պահել է, ինչի, որտեվ գիտե որ հենց լուծեց քո հարցը դու թեռնիս կը։ Որտեղ մենք մարդկային էություն ունենք։ Մենք միջև անապատի մեջը չենք գտնի, չենք հասկնա որ պիտի աղոթենք։ Մենք միջև տգարությունները մեր դուրը չի գա, հիվանդությունները չի գա, մենք Աստծո դուրը չենք ծեծե։ Բայց ինչի այդ խնդիրները կան որ մենք դուրը ծեծենք։ Մենք ամեն օր մանանայի կարիքն ունենք, մենք ամեն օր Աստծո կենտանի խոսքի կարիքն ունենք, սիրելիներ։ Որովհետև այդ խոսքը երբ որ կուկա մեզի, մենք կդառնանք դեպի իրան։ Օրհնությունը կուկա մեր կյանքի մեջ։ Գիտեք, Երեմիան աղաղակեց, սավ ես մանուկ եմ, Տեր ուրիշ մարդ կդի։ Մերժեց, սավ ես մանուկ եմ, ես չեմ կրնա, ես կուզեմ մանկությունից մի քանի օրինակ բերեմ։ Ումը կսենք մանուկ է։ Ով է մանուկ։ Մանուկ է այն մարդ, որ հոգածության կարիք ունի։ Մանուկ է այն մարդ, ով խնամքի կարիք ունի, որ ինքնուրույն ինչ որ բան չի կրնա այն է։ Ես կուզեմ քեզ եմ, եթե դու հոգևորապես այդ մանուկն ես, այսօր Աստծո խոսքը եկեղեցին ծառայությունները քո կողքդ կանգնած են, որ քեզի հասունացնեն։ Օգնեն որ դու կայանաս, բայց ես կուզեմ քեզի հարց տամ, դու կաս այդտեղ որ քեզի օգնեն։ Չէ, դու հետո կմեղադրես, սկսես այս մարդը ընձի, այս ինչը չերեց։
Գիտեք, մանուկ են մարդն է, հենց երեխա բառից բուն իմաստով, որ չհասկանալով ինքը մի հատ մարաշկեն է, բայց երբ որ իրանք խրադեն, ինքը սիրուն կհասկանա, կարելին ու չի կարելին։ Մենք այսօր մանուկ ենք ու երբ որ մեզի մի հատ կսեն կարելի կամ չի կարելի, մենք ամենաառաջինը 6 օր 7 գիշեր խռով ենք։ 5 րոպե բարիշ ենք, 7 օր խռով ենք։ Մենք մեր հոգևոր մանկությունը ցույց կտանք։ Իսկ Աստված մեզի կանչել է որ աջակցնե մեր հոգևոր մանուկ վիճակից դարձի բերե։ Մենք այսօր միջև հիմի սիրեմ ու չսիրեմ խաղանք։ Կսենք այդ տիրոջ խոսքը ընդունեմ թե չէ, խրադը կա թե չկա։ Կուզեմ քեզ ասեմ, քո մանկական վիճակից դուրս արի։ Դուրս արի։ Երբ որ մենք մանկական վիճակի մեջ ենք, մենք ինքնուրույն չենք։ Մենք չենք կրնա ինքնուրույն աղոթենք, մենք չենք կրնա ինքնուրույն կանք եկեղեցի, Աստծո խոսքը կարդանք, բայց ժամանակին էլ չենք կարող դիգ ընդունենք։ Գիտեք, մենք շատ անգամներ մանկական տարիքի մեջ մենք կտեսնենք մարդու կյանքի մեջ եսը բավականին բարձր է։ Տեսել եք փոքր երեխուն։ Հələ իր իրերին կբի, հələ իր խաղալիքներին կբի, ինչ կսե։ Ամբրիս, էդ իմը ուդից կուկա, եսից կուկա։ Իրանն է, իմս է։ Այսինքն իրա իմը այնքան բարձր է, քու իմը այնքան բարձր է, որ քեզնից բարձր հեշմարտ չկա, մենակ դու ես վերևը։ Իրոք եղի։ Աստված կսե, ես մեկ է թբարդությունը պիտի կոդրեմ։ Մեկ է քու կամակորությունը դոր կսես, մաման կսե արի, ես ես բանը տամ քեզի, արի հələ հացի գկեր, միջև 2 ժամ հետը չի խաղա, կամակորության կողքից չի անցնի, այսօր սի կուզես թե մի կուզես, գիտեք մենք այսօր դարել ենք կամակոր քրիստոնյաներ եւ այդ կամակորությունը Աստված հանդուրժեգ է, կսե ինչ կմտածես որ Աստված քեզի կսպասի որ երբ պիտի դու աղաղակես որ Աստված քո կամակորություններդ կատարե, ինչի այսօր շատերը շատ բան չունենք, պատճառը մեր կամակորությունն է, որ մենք կմտածենք որ Աստված պիտի սպես են, այնպես են, մեր գծած ճամփով պիտի գա Աստված ճանապարհը ինքն է, դու պիտի մտնես այդ ճանապարհի մեջ, ոչ թե Աստծուն հրավիրես քո ճանապարհների մեջ։ Մենք մինչև այսօր կսպասենք մեր ճանապարհների մեջ, որ Աստված, այսօր մեր տուն կգա։ Գիտեք ինչքան անգամ է Աստված եկե մեր տուն։ Ինչքան տխուր հեռած է։ Ինչքան անգամ են հոգևորները ուզեցել մեր տուն մտնել, բայց տխրել են, որովհետև ես չեմ կարողացել պատվել։ Ինչքան անգամ հնարավորություններ են ունեցել պատվելու, լավագույնը ենելու, բայց խոստումները չեն կարել։ Աբրահամն ուրդից խոստումն առավ, երբ որ այդ հրեշտակներին ուր ընդունեց, իր տունը ընդունեց։ Իր տունը ընդունեց ու եկան ու իրան ասեցին գալ տարի այս ժամանակ դու ինչ կունենաս, զավակ կունենաս։ Մենք այսօր չենք ուզի Աստծո խոսքը ընդունենք մեր տան մեջ, մենք կուզենք հրաշքները։ Աստված կուզե կա քո կյանքիդ մեջ, կուզե քո մանկությունդ փոխե, քո եսակենտրոնությունից քեզի հանե, ուսե ես եմ կենտրոնը։ Միջև այսօր մեր սրտի կահին մենք ենք նստած, մեր եսն է նստած, մեր երեխեն է նստած, մյուսն է նստած, բայց Աստված ուզում է քո եսին հանես, որպեսզի ինքը կա։ Միջև քո եսին չանես, ինքը չի գա։ Միջև քո մանկությունից դու չփոխվես, ինքը չի գա։ Մենք մանուկը էս է որ մենակ հրամանները կուտա ու մենք գիտենք որ որպես փոքր կենենք արագ բոլորս կենենք ովքեր ծնողներ են կհասկանան ես ինչ խոսամ բայց մենք որպես այդպեսին որպես իրա զավակները արդյոք մենք իրա զավակները չենք եւ ինչ կենենք մեր մանկությունից երբ պիտի մենք ապաշխարենք ու դուրս գանք գիտեք Աստծո խոսքը պատճառ է որ դու մանկությունից դուրս գաս Ես ուզում եմ այս խոսքը կարդամ, որը Երեմիայից իր մանկությունից դուրս անեց։ Երեմիան գսե Տեր, ես մանուկ եմ, ես չեմ կրնա, բայց Աստծո խոսքը եկավ իրան։ 7 համարի մեջ 7 համարի ներկևի հատվածի մեջ Աստծո խոսքը գսե մի ասա թե ես մանուկ եմ։ Ինչը փոխեց մանուկ Երեմիային դեպի մաշկարե։ Տիրոջ խոսքը սիրելիներ։ Ասեց որովհետև ես ուր որ քեզ խրգեմ, դու պիտի գնաս, և ինչ որ քեզ պատվիրեմ, դու պիտի խոսես։ Գիտեք, Աստծո խոսքը եկավ Երեմիային, խոսքը, որի մասին ես խոսում եմ, ասում եմ դառի դեպի Աստծո խոսքը, մանկությունից քեզի տանիքը դեպի հասունություն։
Երբ որ Աստծո խոսքը չի կա քո կյանքիդ մեջ, դու էլի կերնես այն նույն մանկական խորհուրդ տվողը, այն նույն իմաստունը, որը քո մատքին, քո հայացքին հարիր է ու դու ամենաճիշտն ես։ Բայց Աստծո խոսքը եկավ Երեմիային, ասեց. «Ուր որ դու չես ուզե, իմ խոսքս ուր որ քեզի գսե, դու ընդեղ պիտի աշտաս։ Ու ինչ որ իմ խոսքս ասում է քեզ, դու այն պիտի խոսես»։ Խոսքը մանուկ Երեմիային դարձրեց մարգարե, սիրելիներ։ Խոսքը մանուկ Երեմիային դարձրեց, փոխեց եւ Երեմիան դարձավ ազգերի մարգարե։ Ինքը իր կոչումն ու տեսիլքը ստացավ։ Մի վախեցի նրանց երեսից, քանզի ես քեզ հետ եմ եւ ես քեզ պիտի ազատեմ։ Տերը իր ձեռքը երկարեցրեց եւ իմ շուրթերիս կբավ։ Գիտեք, Աստծո խոսքը մենք կարիք ունենք մեր շուրթերին կա։ Մենք շատ անգամներ մարդկային խորհուրդը այնքան լայնացպես մեր մտքի ճոխությունով կփոխանցենք։ Հռոմեացիների թուղթն ասում է. մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգու խորհուրդը, հավիտենականության խորհուրդը կյանք է։ Արդյոք թույլ ես տալիս Աստծո խոսքը կա քո շուրթերիդ։ Երբ որ դու մեկին ինչ-որ բան դիսես, քո մարմինն է, քո եսը դե, քո սպասումներն է, թե Աստծո խոսքն է, որը դու գմադակարարես, թե Աստծո խոսքի մեջ գրված է։ Երբ որ միամ տագնապ կլսես, ինչ կենես, դու հետը կտագնապից, թե մարդուն կսես, գիտես, Աստված կսե խաղաղվիր, հլը հանգստացիր, բեր Աստծուն դիմենք, բեր աղոթենք, բեր ինչ կսես դու, որն է քո խորհուրդդ, որն է քո հասունության խորհուրդը, եւ արդյոք այդ խոսքը քո շուրթերին է։ Եսայա մարգարեության մեջ 45-26-ի մեջ է կարծեմ ասում է. ես իմ խոսքս իմ դեսպաններիս ու իմ ծառաներիս շուրթերին դրել եմ եւ այդ խոսքը ինչ կենեմ, կկատարեմ, կհաստատեմ։ Երբ որ դու Աստծո խոսքը կխոսաս, խոսքի հեղինակությունը Աստծունն է, քոնը չէ։ Աստված է պահողը իր խոսքը, Աստված է զորացնողը, Աստված է բժշկողը, սիրելիներ։ Երբ որ խոսքը թույլ կուտաս քո սրտի մեջ կա, քո մանկական վիճակից ինչ որ մի ժամանակ դու դուրս կգաս։ Եվ ինչքան արագ արձագանքես, այնքան դու շուտ դուրս կգաս։ Նայեք ու կյանքիդ, տարիներն անցել են, բայց միևնույն է դու նույն վիճակի մեջ ես։ Բայց Աստված քեզ կանչել էր օրհնելու։ Աստված քեզ կանչել էր իր կյանքի, իր ծառայության ավետարանի մեջ օրհնելու։ Դու Աստծուց զավակ ես, դու Աստծո ծառա ես եւ այդ կոչումը Աստված ունի քեզ համար, բայց դու մնացել ես հին տաշտակի առաջ, որովհետեւ դու ամեն օր նույն հին երգն ես երգում։ Երբ որ խոսքը գալիս է, ասում է թող դուրս արի, դու ասում ես Տեր, լավ է, այստեղ մնացել եմ, այստեղ ես բանի մեջ ապրում եմ։ 10-րդ համարի մեջ Աստծո խոսքը ասում է նայիր, ես այսօր քեզ ազգերի վրա եւ թագավորությունների վրա կանգնեցրեցի։ Գիտեք, Երեմիան այդ պահին չէր կանգնե թագավորությունների եւ ազգերի վրա, բայց խոստումը եկավ իր կյանքի մեջ։ Աստված կանչեց քեզի, ասեց ես քեզ օրհնելու եմ, դու նայում ես քեզ, դու չես օրհնվել, որովհետեւ դու չես ապրել այդ խոսքը, որը քեզի պետք էր։ Խոսքը երբ որ եկավ Սամվելին, Սամվելը փոքր էր, մանուկ էր, ինքը քնած էր եկեղեցու մեջ, ինքը վազելով գնաց Հեղիի մոտ, ասեց Հեղի, կանչել ես ինձ։ Հեղին էլ ասեց, չէ, ես չեմ կանչե քեզ, գնա պարգի։ Երկրորդ անգամ ու Հեղին հասկացավ, Սամվելը չգիտեր, բայց հասկացրեց, որ քեզ կանչողը ով է, Աստված, ասեց մյուս անգամ որ գլսես, ասա ես այստեղ եմ, քո ծառան այստեղ է, դու ինչպես ես արձագանքում Աստծո խոսքին։ Գիտեք, կարևոր է մենք արձագանքենք Աստծո խոսքին։ Գիտեք, Սամվելը նույնն է Սամվելը, երբ որ գնաց Դավիթին թագավոր օձեց, Դավիթը թագավոր եղավ այդ պահին։ Գիտեք ինչքան դժվարություններով անցավ, բայց թագավոր եղավ։ Աստծո սրդի համեմատ թագավոր եղավ, որովհետև Աստված իրան օձել էր։ Աստծո խոսքը ամենաուժեղ արժեքն է, սիրելիներ։ Դու ինչ արժեք ես տալիս այդ խոսքին, որը լսում ես։ Եթե այդ խոսքը քեզի համար ամենավերջ արժեքը չէ, ես քեզից եմ, դու սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Քու սխալվելու հավանականությունը շատ մեծ է, որովհետև դու Աստծո խոսքի չափանիշները չգիտես։ Դու Աստծո խոսքի չափանիշներն ու սահմանները չես ճանաչում։
Շատերիս էլ ձեռ է տալիս, որ չճանաչենք ու չհասկանանք։ Ինչի, որովհետև մեղքի մեջ մենք սովոր ենք ապրելու։ Իսկ Աստված մեզ կանչել է սրբության, սիրելիներ։ Աստված քեզ կանչել է երկնային ժառանգության մեջ մաս ու բաժին տալու։ Ինչ բաժին ես դու ընտրում։ Արդյոք դու այսօր պատրաստ ես ասես Տեր, ես ուզում եմ այդ երկնայինը։ Հələ ասկան տարի ես մարմնավորի հետևից վազեցի, ու կտեսնեմ որ դադարք է, փույջ է, ուզում եմ քո տան համար մի բան անեմ։ Ինչ անեմ, Տեր, որտեղից սկսեմ, որ փոքրից սկսեմ։ Ինչքան բաներ կարող որ մենք անում ենք, թշնամին գալիս ասում է, «Տո այդ փոքր բանը բդենես, տո լավ է չենես մի երա»։ Գիտեք, Աստծո համար փոքր ու մեծ չկա։ Աստծո համար կա նվիրվածություն եւ սեր, որը մենք ցույց ենք տալիս մեր գործերի մեջ։ Եթե դու մտածում ես, որ այս ամբիոնը քեզ տան դու խոսաս, դա մեծ բան է, ես քեզ ասեմ, փոքրից սկսե ամբիոնն էլ կունենաս։ Մենք փոքրները չենք ուզում, մենք ամեն մեկս մեր բաժինն ունենք։ Եվ այդ փոքրների մեջ, երբ որ հավատարիմ չենք եւ ասում ենք, դե լավ, դե ես մի անգամ բդերտայի դե չեմենե, հմիստ կան չեմերը, ես մեկն է չեմենե։ Երբ պիտի դու կանգնես, երբ պիտի հասկանաս, որ Աստծո խոսքը եկել է քեզի, ասելու որ դու մանուկ չես, վերել ու սկսե քո գործը գործել, սկսե Աստծո գործը գործել, որովհետև ժամանակներն անցնում են։ Վերջի համարն եմ ուզում կարդամ այդ վերջի համարի վերջի հատվածը, ասում է, որպեսզի խլես, Աստծո խոսքը ինչի եկավ Երեմիային։ Ասում է, որպեսզի դու խլես, բլես, կորցնես ու ավերես, նաև շինես եւ տնկես։ Աստծո խոսքը 10 համարը այստեղ ավարտվում է, վերջակետ է դրած իմ գրքիս մեջ ու կողքը մի բառ է գրած։ Կարեն։ Ես ուզում եմ, որ քո անունը գրես այդ խոսքի կողքը։ Այսինքն այդ խոսքը եկավ Երեմիային, այդ խոսքը եկավ Կարենին, այդ խոսքը եկավ քեզ։ Այդ խոսքը եկավ քեզ։ Ինչի համար ես դու կանչված, Աստծո խոսքը ինչի եկե քո սրտիդ մեջ, դու ինչի գիտես այդ խոսքը։ Ինչու համար է եկե խոսքը քո կյանքիդ մեջ։ Եկել է որ դու թշնամի զորությունները խլես, թշնամուց հարստահարված մարդկանց ազատես։ Եկել է որ դու բլես թշնամու թագարտները քու հարազատների դու մարդկանց կյանքի մեջ բացահայտես։ Գիտեք, երբ որ մենք լույսը չունենք, խոսքը չունենք, խավարի մեջ հա փոսերը կգնենք, հա թագարտները կգնենք։ Մեր կողքը մի հատ հոգևոր մարդ որ կկանգնի, մեկ մենք կտեսնենք որ մեր ոդի առաջը փոս էր, ցեխ էր, թագարտ կար։ Այդ է պիտի գնենք, Աստված թույլ չտվեց որ գնենք, որտեվ լույսը վառեց։ Ուզում եմ ասեմ, ինչքան ժամանակ պիտի քո ոտքերի առաջ լույս վառեմ։ Երբ պիտի դու հասկանաս, որ դու այդ լույսը վառողն ես, այդ լույսը քո կյանքի վառողը դու ես, դու այդ խոսքը պիտի կարդաս, որ այդ լույսը քո մտքի մեջ, որ դու քո ճանապարհը տեսնես։ Գիտեք, Աստված մեզի կանչել է, որ մենք թշնամու թագարտները բացենք։ Մենք թշնամուց հարստահարվածներին օգնենք, կորցվածներին ավետարանի խոսքը տանք, ավերագները վերականգնենք, ոչ թե ավերագներ տանք մարդկանց, ոչ թե մարդկանց ունեցածը բլենք, հավասարցնենք հողին, սենք դու ով ես, երբ էր ինչ որ մի բաներ էր, գիտեք մենք շատ անգամներ թշնամու գործը ավելի լավ ենք անում եւ դառնում ենք գործիք թշնամու ձեռքը եւ սկսում ենք ավերագներ ստեղծել։ Բայց Աստված մեզի կանչել է որ մենք այդ ավերագները մաքրենք, փլատակների տակից մարդկանց հանենք, մարդկանց կոդրվածությունների մեջ բժշկություն, հույս, ուրախություն եւ սեր բերենք։ Աստված մեզի ուրիշ բանի համար է կանչել, սիրելիներ, ոչ թե մեր մարդկայինի համար, այլ գերբնականի ու հավիտենականի համար։ Եվ կանչել է որ դու շինող եղնես, կանչել է որ դու տնկող եղնես։ Գիտեք ինչքան դժվար է տնկել մի հատ ծառ։ Գիտեք ինչքան դժվար է ծառը, երբ որ տնկեցիր, ես քեզ ասեմ դու գիշերը չես քնի, որտեվ այդ ծառն որ տնկել ես սկսես վայ հիմի դուսը քամի է, վայ դուսը կարգուտ է, վայ ջուր չեմ տվեք, էցի լե ելնիմ, գիտես խնամքը կուկա, ու դի խոսա այն մասին որ դու արդեն մանուկ չես, դու արդեն հասկացել ես ինչ պետք ենես ու դու կելնես խնամ կտանես, առաջ քեզի համար կտանեին, բայց դու հիմի խնամ կտանես։ Գիտեք Աստծո խոսքը երբ որ կուկա լուսավորը մեր միտքը, մենք կհասկանանք ինչ պետք ենենք։ Ես հավատացած եմ, երբ որ այդ խոսքը եկավ քո կյանքիդ մեջ, ու դու Աստծո խոսքին արժեք տվեցիր, դու քո մանուկ վիճակիցդ դուրս կգաս։ Դու պատճառ չես բերի Աստծուն չկատարելու համար։ Դու կերնիս մեկը, որ թշնամուն կհալածես, ոչ թե կվախենաս, այլ թշնամին էլ քո կողքիցը դանցնելով կսես մարդուց քիչ մեզ կոմ անցնին, որովհետև Հիսուսի անունն ու խոսքը վրեն է։
Հիսուսի անունն ու խոսքը վրեն է, իսկ այդ անունի առաջ բոլորը խոնարհվում են։ Դևերը սարսափում են, կարող է մեզի համար, քեզի համար հասարակ է դառը այդ անունը, դևերը սարսափում են, Աստծո խոսքի մեջ գրած է, ասում է այդ անունը, որտեղ կլսեք, այդ անունից Էսկոմ արեք, որովհետև այդ անունը քանդե գցեզի, այդ անունը ջնջե գքեզի, բայց մեզ հիմար սովորական է այդ անունը։ Ուզում եմ, որ այսօր Աստծո խոսքին ասես, Տեր, ուզում եմ շրջվել դեպի քո խոսքը։ Տեր, ուզում եմ պատճառ չբերել, այսօր ուզում եմ դառնալ դեպի քո խոսքը, եւ այդ խոսքը կա իմ կյանքի մեջ, փոխի իմ կյանքը, ներգործի իմ կյանքի մեջ։ Եկեք կանգնենք Աստծո առաջ եւ մեր աղոթքը բարձրացնենք։